Պարոն Չալապյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է եւ հուշահամալիր է նաեւ եռաբրում բացվել։ Ինչ է կարծում, սա ինչ կտա, այսինքն նոր շունչ կհարխորթի արդյոք Արցախյան նոր պայքարի սկզբ։ Նախ պետք է արձանագրել շատ կարևոր մի փաստ։ Արցախի անկախության եւ ազատության համար պայքարը չի դադարել։ Որքան էլ մեծ փորձում են համոզել գործող վարչախումբը, որ ըստ էության կատարում է մեր թշնամիների պատվերը, որ Արցախի էջը փակված է, Արցախի էջը բնավ փակված չի եւ չի կարող փակված լինել, որովհետեւ կա եւ հիշողությունը, կան եւ մարդիկ եւ կա վճռականությունը այդ պայքարը շարունակելու։ Ավելին ձեզ ասեմ, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը համարում է, որ Արցախի էջը չի փակված եւ մենք պետք է հզորանանք որպես պետություն եւ վերադարձնենք Արցախը։ Եվ որպես առաջի քայլ այդ ճանապարհին մենք պետք է հասնենք նրան, որ մեր Արցախի հայրենակիցները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք եւ այնտեղ ունենան արժանապատիվ եւ անվտանգ կյանքի իրավունք։ Դա ըստ էության նաեւ սահմանված է Արտադրության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ, որը պարտադիր ուժ է Ադրբեջանի համար։ Սակայն եթե դու չպայքարես դրա համար, նա երբեք իրականություն չի դառնա։ Հիմա շատ կարևոր է, որ այդ պայքարը շարունակվի, ակնհայտ է, որ այս գործող վարչակարգի պայմաններում դա տեղի չունենա, բայց նաև ակնհայտ է մյուս բանը, որ գործող վարչակարգը ի վերջո կանգնելու է մեր ժողովրդի դատի առջևում ընտրություններ են, եւ մեր ժողովրդը ինքը կորոշի, արդյոք նա ընդունում է այս պարտվողական վարքագիծը, պարտվողական տրամաբանությունը, որ մենք պետք է անընդհատ զիջումներ անենք հանուն երբևիցե տեղ չհասնող խաղաղության ճակերտներով, որ երբևիցե տեղ չհասնի, որովհետեւ Ադրբեջանը անդադ հայտարարում է, որ ինքը նոր նախապայմաններ է դնում այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Թե ընդհակառակը մենք պետք է շուտ տանք այս տրամաբանությունը, կեղծ տրամաբանությունը, եւ ասենք ընդհակառակը մենք պետք է ալևից սկսենք պահանջել։ Մենք պետք է պահանջենք մարդկանց վերադարձնել իրենց տները, իրենց անվտանգությունը ապահովի, իրենց արժանապատիվ կյանքի իրավունքը ապահովի եւ այլն։ Հասկանալի է, որ Ալիևը միանգամից դրան չի համաձայնվելու, ոչ մի կասկած չկա, բայց աշխարհակական իրավիճակի վերջում նաեւ փոխվում է, մենք տեսնում ենք, որ նույն Ադրբեջանի բռնապետությունը հայտնվել է այսօր իր համար շատ ավելի անբարենպաստ վիճակի մեջ, իր մի շարք դաշնակիցներ, օրինակ Թուրքիան եւ Իսրայելը, որ նախկինում իրան ըստ ամենայնի աջակցում են, հիմա իրար մեջ կռվում են։ Այն երկրները, որոնք մեզ էին աջակցում, բայց ոչ բավարար, օրինակ Ռուսաստանը կամ Իրանը, աստիճանաբար դուրս կգան իրենց դժվարությունների մեջից եւ կարող են շատ ավելի վճռորոշ դեր ստանձնել։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք, որ միջազգային իրավիճակի փոփոխությունից օգտվենք եւ օգտվենք առաջին հերթին իրացնելու մեր բացարձակ օրինական լեգիտիմ իրավունքը, քանի որ նորից եմ կրկնում, դա Արտադրության միջազգային դատարանի որոշումը եւ մենք պետք է հետամուտ լինենք, որ այդ որոշումը ի վերջո իրականություն դառնա։ Եվ այսօր, երբ որ հազարավոր մարդիկ են այստեղ հավաքվել եւ դուք տեսել եք, իրականում հուշարձանի շուրջը ըստեղից չի երևում, բայց հուշարձանի շուրջը հազարավոր մարդիկ են հավաքված, այդ մարդիկ եկել են վերհաստատելու իրենց հանձնառությունը պայքարը շարունակելու, ձեր խոնարհ ծառանել եւ ՀԱԵԿ-ի մյուս ներկայացուցիչները, որ այստեղ են, ի թիվս իրենց մենք այս պայքարը շարունակում ենք, մենք մտել ենք ընդհանրապես ասած հանրային դաշտ, այս պայքարի բովում եւ բնավ չենք կարծում, որ պայքարը դադարել է։ Պարոն Չալապյան, քանի որ շատերը նշում են, որ ներկայիս իշխանությունները մշտապես կատարում են Ադրբեջանի պահանջները, ինչ է կարծում, վերջին շրջանում նաեւ Պակիստան-Հայաստան հարաբերությունները սկսեցին ձևավորվել, նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ են փորձում ստեղծել, այդ մասով ինչ կասեք, ինչ է կարծում, դա կարող է կապված լինել հենց Ադրբեջանի պահանջով։ Ես կարծում եմ, որ այո, այդ ամեն ինչ որ տեղի ունենում թշնամական օրակարգի սպասարկում է, որովհետև մեզ բնականաբար Պակիստանի հետ որևէ հարաբերություն պետք չի, Պակիստանը թշնամական պետություն է ակնհայտորեն եւ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ըստ էության խոչընդոտում է մեր հարաբերություններին Հնդկաստանի հետ, որոնք շատ լուրջ բնույթ են կրում։ Հնդկաստանը հազվագյուտ մատակարարներից մեկն է իրական ռազմական տեխնիկայի Հայաստան։ Ես հիմա չեմ զարմանա, որ ասենք օրինակ Հնդկաստանից գոնե ժամանակավոր է տեխնիկայի մատակարարումները դադար են, որը բնականաբար անթույլատրել է։ Ուստի Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները մեզ ոչ մի օգուտ չեն տալու, բայց տալու են լուրջ վնաս։